Ինչպես հայտնի է, տեղեկատվական տեխնոլոգիաները համարվում են յուրաքանչյուր երկրի տնտեսության հիմնական բաղկացուցիչը, որը կոչված է նպաստելու տեխնոլոգիական նորարարության եւ արտադրողականության բարձրացմանը։ Այս ոլորտը Հայաստանում եւս տարեստարի զարգանում է, համալրվում նոր կադրերով, հմուտ մասնագետներով։ Հայաստանի երկրորդ քաղաքում այս գործընթացով 2005 թվականից զբաղվում է Գյումրու տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնը, որը ստեղծման օրվանից իր առջև խնդիր է դրել տեղեկատվական տեխնոլոգիաների շուկան մայրաքաղաքից ապակենտրոնացնել Գյումրի, այդ կերպ նպաստելով տնտեսության զարգացմանը։ Գործունեության սկզբնական շրջանում կենտրոնի աշխատակազմին հաջողվեց հաղթահարել որոշակի դժվարություններ։ Գյումրիում ուժ չեն գործում արտադրական ձեռնարկություններ, չկան մասնագիտացված գործարաններ, աշխատատեղեր, այս ոլորտի հասանելիությունը ազգաբնակչությանը դժվար էր ապահովել։ Սակայն Գյումրու տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնին հաջողվեց կարճ ժամանակահատվածում քաղաքում որոշակի կարծրատիպեր կոտրել եւ միաժամանակ ոլորտի նորարարությունները հասանելի դարձնել մարզի բնակչությանը։ Ինչպես ասում են, ցանկությունն է կարևոր եւ ամեն ինչ հաղթահարելի է։ Այդպես հաղթահարվեց դժվարությունը։ Միայն լավատեսական դրամադրվածություն եւ վստահություն, որ մենք ունենալու ենք ավելի մեծ ծավալներ ենք ունենալու, ավելի շատ աշխատակիցներ ենք ունենալու եւ դրանից միայն շահելու է գյումրեցին, շահելու է հայ ազգի։ Կենտրոնի գործադիր տնօրենն անկեղծանում է, այս ոլորտում հաջողությունները պայմանավորված են տքնաջան աշխատանքով, որն այստեղ մեծ պատասխանատվությամբ են իրականացնում։ Առողջ աշխատանքային մթնոլորտ, երիտասարդ բայց փորձառու մասնագետներ, ովքեր ոլորտի ցանկացած նորարարության արձագանքում են ճիշտ ժամանակին։ Սկսել ենք 0-ից, սովորել ենք հենց այստեղ GITC-ում, Գյումրու տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնում, ու ունեցել ենք լավ մասնագետներ, որոնք էլ մինչև հիմա մեզ օգնում են ցանկացած խնդրին, ցանկացած հարցում։ Առաջիկա 10 տարվա ընթացքում այնքան IT ոլորտի աշխատանքներ են ստեղծվելու, որքան որ մասնագետ չի լինելու։ Դրա համար թե Հայաստանում, թե ամբողջ աշխարհում դա շատ կարևոր է, որ երիտասարդները հիմա գիտակցեն դա, հիմա գիտակցեն այդ բնագավառի մասնագետ դառնան ու երաշխավորած աշխատանք ունենան։ Կենտրոնն իր առջև նոր խնդիր է դրել՝ խթանել բիզնես ոլորտի զարգացմանը, Գյումրիում նոր աշխատատեղեր հիմնել եւ տեղեկատվական ոլորտում կանանց ներգրավել։ Ներկայումս կենտրոնի 25 աշխատակիցներից 14-ը կանայք են, ովքեր իրենց գործը կատարում են վարպետորեն, չեն խուսափում պատասխանատվությունից եւ որակյալ աշխատանք են կատարում։ Կանայք ավելի նպատակային են, ավելի պարտաճանաչ եւ կարողանում են նվիրվել գործին, կարողանում են իրենց աշխատանքը նվիրված կատարել։ Իհարկե չենք թերագնահատում նաև արական սեռի ներկայացուցիչների աշխատանքը, բայց կարծում եմ իրենց համար էլ անհնար է եւ անհավատալի, երբ իրենց կողքին չկան կին աշխատողներ։ Ինչն է գրավում կանանց այս ոլորտում։ Անընդհատ տեղի ունեցող զարգացումները, առաջընթացներն ու ավելի շատ տեղեկացված լինելու ձգտումը բացատրում են նրանք։ Հիմնականում շատ մտավոր աշխատանք է, ու կանայք էլ չեմ կարծում, որ իրենց մտավոր կարողություններով զիջում են տղամարդկանց։ Ոլորտն ինքնին խրթին է եւ կանանց համար խուսափողական, բայց խանգարող ոչ մի հանգամանք չկա, նշում է կենտրոնի գործադիր տնօրեն Ամալիա Եղոյանը։ Կին լիդերի ուսերին մեծ պատասխանատվություն կա դրված, սեփական փորձից ելնելով նշում է, ինչպես մյուս, այնպես էլ այս ոլորտում կանայք հասնում են ավելիին, քան տղամարդիկ։ Կինը այստեղ դիտարկվում է կարևորագույն օղակ, կարևորագույն մաս այս ոլորտի, քանի որ ունի ճկուն միտք, կարողանում է լավ առաջարկներ կատարել եւ քանի որ ոլորտը հիմնված է լավ առաջարկների, ստեղծագործ եւ ճկուն մտքի վրա։ Կենտրոնի արական սեռի ներկայացուցիչները համակարծիք են, ինչպես մյուս ոլորտներն, այնպես էլ այս ոլորտն այլևս դժվար է պատկերացնել առանց կանանց։ Նրանք ավելի պարտաճանաչ են, պատասխանատու եւ նրանց ներգրավվածությունն այս ոլորտում կարևոր է։ Այս դժվարին աշխատանքում կանայք իրենց դրսևորում են ինչպես հարկն է։ Կրթություն, ինքնակրթություն եւ զարգացում։ Այլ ճանապարհ ես չեմ տեսնում կանանց համար։ Կարծում եմ առանց կին աշխատողների, աշխատակիցների շատ ավելի դժվար է, որովհետև նրանք կատարում են մի ահռելի մասնաբաժին աշխատանքի։ Կենտրոնի կողմից անվճար կազմակերպվող եւ անցկացվող դասընթացներին մասնակցում են նաեւ երիտասարդ աղջիկներ, ովքեր ստանում են ընդհանուր գիտելիքներ ոլորտի առաջընթացների վերաբերյալ։ Ուղղորդում են, թե որ ծրագրավորման լեզուները մեզ հետագայում ավելի շատ պետք կան, աշխատաշուկայում որն է ավելի օգտակար։ Գնում ենք զարգացում եւ տեղեկացված լինելը երիտասարդներին կարելի ասել անհրաժեշտություն է։
պատրաստել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի մրցունակ մասնագետներ, որոնք կարող են աշխատել առանց լրացուցիչ վերապատրաստման։ Հետևյալ սկզբունքով է աշխատում կենտրոնը։ Այս ուսանողները, որոնք ներկայումս կրթվում են կենտրոնում, ոլորտի ապագա մասնագետներ են համարվում։ Ոլորտը բարդ է, աշխատատար, բայց գրավիչ արդի տեխնոլոգիաների ժամանակաշրջանում, նշում են նրանք։ Կարծում եմ միակ խնդիրը դա այն է, որ պետք է կարողանաս պայքարել, չնահանջել, քանի որ այն շատ ժամանակ է խլում եւ շատ էներգիա եւ չպետք է նահանջես եւ պետք է գնաս առաջ։ Ողջ աշխարհում տարվա 4-րդ ամսվա 4-րդ շաբաթվա 4-րդ օրը նշվում է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում կանանց միջազգային օրը։ Կենտրոնի կանանց համար արական սեռի ներկայացուցիչներն անակնկալ էին պատրաստել։ Գեղեցիկ ծաղիկներ, ժպիտներ, շնորհավորական ջերմ խոսքեր։ Իսկ ջերմ մաղթանքների արժանացան ոչ միայն Գյումրու տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի իգական սեռի ներկայացուցիչները, այլ նաև ոլորտի այլ կառույցների կին աշխատակիցներ։ Ապագա Technologies ընկերության փոխտնօրեն Գայանե Գալոյանը եւս կարևորում է այս ոլորտում կանանց դերն ու նշանակությունը, իսկ ավելի կոնկրետ ըստ նրա կանայք ավելի սրտացավ են, հարմարվող, իսկ համառ աշխատանքի արդյունքում նրանք միշտ բարձունքների են հասնում։ Կանայք ավելի հեշտ են ընտելանում բարդություններին եւ ընդհանրապես առաջ եկող խոչընդոտներին, քան տղամարդիկ։ Երևի նորություն ասած չեմ լինի, չէ, ուզենա հակառակ սերի, ասենք հակակրանքը առաջ բերել այդ առումով, սակայն ինձ թվում է, որ իսկապես կանայք կարողանում են, դա գալիս է ընտանիքում ունեցած իրենց դերից։ Այս ոլորտն ըստ մասնագետների միշտ պատրաստ է գրկաբաց ընդունել գիտակների եւ տաղանդավորների, մանավանդ որ կարևոր խնդիրը լուծված կարելի է համարել։ Այն է մրցակցության եւ հավակնոտ ծրագրերի հարցը։